Ֆլորիդայում, Մալագայում բանակցություններ ա գնում։ Տրամփ, Զելենսկի։ Իրականում սա բանակցություն չի։ Տրամփը վերջնագիր է ներկայացնում Զելենսկուն։ Հաշվեք Զելենսկու օրերը, ամիսները հաշված են։ Այնտեղ ձևն է որոշում, թե ինչպես իշխանությունը պիտի հանձնի։ Իհարկե բրիտանացիները Զելենսկուն ասում են չես հանձնելու, հակառակ դեպքում քո թիկնախմբի մեծ մասը, որ մեր ծառայողներն են, հարցը հետ կլուծեն։ Միացյալ Նահանգներն մյուս կողմից ասում, պիտի ստորագրես այն ինչ որ մենք ենք ասում։ Այսինքն Զելենսկու ցանկացած քայլ, շախմատային լեզվով ասած, ցուկ ցվանգի իրավիճակ է, այսինքն ցանկացած քայլ իր դեմ է աշխատելու։ Զելենսկու հարցերը սկզբունքորեն արդեն որոշված է, որ պիտի լուծվի։ Հիմա Միացյալ Նահանգները իր տեխնացումի Զելենսկու տեղը նախկինում երևացող տեխնացումներ նախկին նախագահ Պորոշենկոներ, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, բայց կարծում եմ ավելի շուտ Միացյալ Նահանգների տեխնացում գլխավոր հետախուզական վարչության ղեկավարն է Բուդանովը։ Բրիտանիան իր տեխնացուն ունի պաշտպանության նախկին ղեկավար Զալուժնին, որը արդեն տարուց ավել Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանն է։ Ուրեմն եթե Զելենսկին ստորագրում է եւ համաձայնվում է պահանջներին Միացյալ Նահանգների պատերազմը կանգնեցնել այն պայմաններով, որով պայմանավորվել է Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը։ Եթե Զելենսկին համաձայնում է դա անել, ապա ասենք չկառավարվող մի հատ անունը իբր ռուսական հրթիռ կարող է հարվածել այն վայրին, որտեղ Զելենսկին է գտնում։ Իհարկե հաշվի առնել, որ դա բրիտանացիքն անում։ Իհարկե բրիտանացիք ասում են, որ Շումանը չստորագրել պատերազմը շարունակվելու է։ Մյուս կողմից էլ Զելենսկու եւ շրջապատի վրա այդ հայտի $100 միլիոն կոռուպցիոն գործարքը թափ է հավաքում։ Արդեն ձերբակալվածներ կան Զելենսկու շրջապատի զայլ Միացյալ Նահանգների լծակն է։ Զելենսկուն ասում են ստորագրի։ Այսինքն այդ առումով Զելենսկին ինքը այլընտրանք չունի։ Կամ այդ մարդուն ըմբ որում ես նույնիսկ կարծում եմ, որ ողջել չի հեռանալու այդ տարածքից։ Ստորագրելու դեպքում բրիտանացիքն է գլուխ ուտելու, չստորագրելու դեպքում էլ ամերիկացիք ձերբակալելու են, տանելու են Ամերիկա։ Բայց այդ ընթացքում ձերբակալումը կարծում բրիտանացիք թույլ չեն տա, որ ողջ գնա Ամերիկա, որտեղ դեռ շատ բան կա երկելու։ Թե Եվրամիության բարձրաստիճան չինովնիկների հետ միլիարդների իշխ գործարքների է գնացել։ Իսկ Տրամփը բարբերաբար ասում է, չէ՞, մոտ 300-400 միլիարդ դոլար ամերիկյան հարկատուների գումարներ ուղղակի լափել են։ ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն այդ ամեն ինչի մասին հրաշալի գիտի։ Եվ Զելենսկին պիտի պատմի, չէ, ում հետ ոնց է կիսվել, որ հաշիվների վրա իշխան է, եթե չգիտեն ամերիկյան հատուկ ծառայությունները։ Ուզում եմ ասել, որ այդ ճակատագրին իդեպ Զելենսկու ոչ նախանձելի ճակատագրին հետևելու է, եթե պատերազմը Ուկրաինայում կանգնեց, ոչ թե հրադադար չի լինելու, պատերազմը պիտի կանգնի։ Եթե կանգնեց, ապա գլոբալիստների կողմից ցանկացած նշանակված վարչակազմ եւս այդ ճակատագրին է արժանանալու։ Այդ թվում նաեւ Փաշինյան, այո։ Եթե Զելենսկու իշխանությունից հեռացնելը եվրոպական մի շարք երկրներում, որտեղ գլոբալիստների իշխանություններն են հիմնականում բացի 3 երկրից՝ Չեխիա, Սլովակիա եւ Հունգարիա, նրանց իշխանափոխությունները ամիսներ կարող է տևեն։ Փաշինյանը 1-2 օր մի զանգ եւ ճողոպրել։ Այնպես որ Փաշինյանի այդ բոլոր թռչկոտողները, ովքեր որ կան, Փաշինյանի ուղաթիռում կամ ինքնաթիռում չեն լինելու։ Ասենք ուղաթիռը գիտեք ինչի համար ասի։ Ուղղակի Ադրբեջան կամ Թուրքիա գնա։ Դա համար պետք չէ ինքնաթիռ։ Իսկ եթե ինքնաթիռով կարող ավելի հեռու։ Այդ մարդը մենակ է գնալու։ Նորից եմ ասում, այս բոլոր թռչկոտողները, որ այսօր ոգևորվել են, թող մտածեն, լավագույն դեպքում ինքնաթիռի կամ ուղաթիռի անուններից կարող են կախվել, ինչպես Աֆղանստանում։ Հա, եւ հետո ներքև հայտնվել, ներքևիններն էլ ստուգում են ազատանկման արագացման թիվը գալի հայտնաբերած 9-8 մետր վարկան քառակուսին ճիշտ է տվյալ պարագայում, թե չէ։ Ուրեմն ասում թողենք իր տեղը, Տեր ասում է զուր տեղի իմ անունը մի տվեք։ Հիմա գիտեք, այս բոլորը ինչի մեջով որ մեր ժողովուրդը հանձնում է, հա, սա հետևանք է, սա պատճառներ չի։ Եվ այս խավարանով մենք վաստակել ենք, որ այս վիճակով անցնենք։ Որտեվ անտրամաբանական է պատերազմող երկիր, եթե մի մեջ ճակատամարտում հաղթանակ է տանում, ասենք 89-94 թվականներին, այո,
չի պատրաստում հաջորդ մեծ ճակատամարտին, այնպես ինչպես պատրաստվեց եւ հաղթանակած դուրս եկավ 94-ի մայիս 12-ին։ Հրադադար չստորագրվեց ու խաղաղության պայմանագրի չի ստորագրվել 94 մայիս 12-ին։ Հրադադարի ռեժիմ։ Դրանից հետո երկրի ղեկավարության թիմ 1 խնդիրը պետք է լիներ հաջորդ մեծ ճակատամարտին պատրաստվել։ Իհարկե պատրաստում էին, բայց խնդիրը նա էր, որ ժողովրդի մոտ հոգեբանական բեկում եղավ։ Մարդ եթե հոգեբանորեն պատերազմի է պատրաստում, զինված ուժերը պատրաստում էին։ Դա փաստ է։ Բայց եթե ժողովրդի մոտ հավաքական առումով խաղաղ պայմանների կենսաձևն է դառնում դոմինանտ ապրելու իմաստ, ապա այդ ժողովուրդը սկզբունքորեն, երբ որ պատերազմի արհավիրքն ու ավերը գալիս է, ժողովրդին չի անում։ Հոգեբանորեն պատրաստ չի մտնել նոր պատերազմի մեջ, որտեղ ինքը կյանքի իմաստը, իր նպատակը, աշխարհճանաչողությունը աշխարհընկալումը լրիվ փոխված է։ Ամենամեծ բաստողը, որ արվել է, նաև դա հետևանք է այդ բաստողնա, որ 2018 թվականին մի ստախոս պոպուլիստ իսկ գրքով գրած մարդահաճո խոսք ասող կարողացան բերել իշխանության։ Ես միշտ զուգահեռ եմ տալ, պատկերացեք Չեչնիայում Ռուսաստանի նախագահ որոշում է նախագահ փոխել։ Կադրովի տեղը բերում են մեկին, որը շատ նման է, ասենք, Փաշինյանին, չկարծում այդ մարդը քանի ժամ իր աշխատասենյակում կմնա։ Գրոզնո ամբողջ բնակչությունը ձեռքի տակ ու ինչ ունի, գրոհելու է այդ շենքը, որտեղ այդ մարդիկ ասելու են ըստ մեր հավատի, ով է այս անձը պղծությունների, այլասերումների, ստախոսության, արծաթասիրության, փառասիրության մեջ թաղված մարդը ոնց կարա մեր երկրի ղեկավար լինի, չէ՞։ Այսինքն ժողովուրդը չի հանդուրժի, ցավոք սրտի 18-ին ոչ միայն մեր ժողովուրդը հանդուրժեց, այլև մեր ժողովուրդը ծափերով ողջունեց։ Իսկ Տերը Տիրոջ համար զզվելի է եւ մարդահաճո խոսք ասողը, իսկ Փաշինյանը 18-ին մարդահաճո խոսք էր ասում։ Եվ այն լսողը, մեր ժողովուրդը լսում էր, չէ՞, ծափ էր տալիս։ Դե հիմա դրա հետևանքներն ենք մենք խաղում։ Արցախի կորուստը, փախստականներ, երկրի առջև ծառացած լրջագույն անվտանգային եւ տնտեսական խնդիրներ, այս բոլորը հետևանքներ են, պատճառը այլ տեղ է թաղված։ Այսքանը։ Բայց գալով հա Զելենսկի Թրամփ հանդիպմանը, Զելենսկին հայտարարել է, որ խաղաղության ծրագրի 25-րդ շուրջ կազմակերպության համաձայնություն կա եւ այդտեղ Դոնբասի հարցն է մնացել ծանր եւ նաեւ նորից մեկ անգամ եւս վերահաստատել է իրենց դիրքորոշումը, նշելով, որ պետք է հարգել Ուկրաինայի սահմանադրությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Իհարկե Թրամփն ասել է, չի ասի, որ այս հարցը լուծեցինք, բայց մենք մոտեցել ենք հարցի լուծմանը։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Նախ սահմանադրությունը ոտնահարել է Զելենսկին, որտեղ ինքը անցյալ տարվա մայիս ամսվանից սահմանադրությամբ այլևս երկրի գլուխ չի, որտեղ իր պաշտոնավարման ժամկետը ավարտվել է։ Ասում են ռազմական դրություն է։ Հա, եթե ռազմական դրություն է եւ նախագահի լիազորությունների ժամկետը ավարտվել է, ապա երկրի թիվ 1 պաշտոնյան, որը որոշումներ է կայացնում երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված, դա Ռադայի ղեկավարն է։ Այնինչ Ռադայի ղեկավարը ընդհանրապես օրենսդիր մարմնի ղեկավար է առայսօր։ Այնպես որ Զելենսկին այն անձը չի, որ նման բան ասի կամ Միացյալ Նահանգները երբ նման բան են ասում 20%-ը 20 հարցը 20-ից 90%-ը ես այսօր լսեցի ասում 90%-ը արդեն պայմանավորվել ենք, բայց 10%-ը ասեմ ձեզ Ռուսաստանի ղեկավարը բազմիցս ասել է պատճառները պետք է վերացնել հատուկ ռազմական գործողություն սկսելու պատճառները, իսկ այդ պատճառները շատ պարզ են։ ՆԱՏՕ-ն հետ է վերադառնում ելման կետեր 97 թիվ Ռուսաստանի հետ կնքած պայմանագրով արևելյան Եվրոպայի երկրներից ՆԱՏՕ-ն պիտի դուրս գա։ Դուրս է եկել։ ՆԱՏՕ-ն այսօր գտնվում է իր անդամ երկրների լրջագույն ներկայացվածություն ունի։ Մեծ Բալտիկայում, Մեծ Բալթյան 3 հանրապետություններում նախկին խորհրդային միության, Ռումինիայում, Բուլղարիայում, այնպես չի որ այդ կետերը կատարվել։ Հաջորդը Դոնեցկ, Լուգանսկի եւ եւս երկու Զապարոժյե եւ Խերսոնի, Ղրիմի այդ բնակիչների իրավունքները ինչքանով են պաշտպանված։ Այստեղ խնդիրը այն Դոնեցկը չէ։
Ավելին ասեմ, Ռուսաստանը կոնկրետ խնդիրներ է լուծում։ Հիմա ով ինչ ասի, ով ոնց խոսա, խոսեք ասում, այ դուք էլ ասեք։ Ռուսաստանը լուծում է շատ բարձ խնդիր։ Ինքը ազատագրում է այն սուբյեկտները, տարածքները, որը Ռուսաստանի դուման արդեն ընդունել է որպես Ռուսաստանի Դաշնության մաս, երկու հանրապետություն, Դոնեցկ, Լուգանսկ եւ երկու մարզ, Խերսոն եւ Զապորոժիե, այդ թվում Ղրիմը առանցին կարգավիճակով։ Ստեղծում է հիմա բուֆերային գոտի, որի մեջ ներ է առնելու 5 շրջան. Օդեսայի, Նիկոլաևի, Սումայի, Խարկովի եւ Դնեպրոպետրովսկի։ Սրանք բուֆերային գոտիներ են լինելու։ Ռուսաստանը շատ կարևոր է Ուկրաինային կտրել Սև ծովից։ Դրա համար առնվազն երկու մարզում Ուկրաինայի զինուժը պետք չլինի, դա Օդեսան է եւ Նիկոլաևը։ Հիմա թող խոսեն։ Նորից եմ ասում, այստեղ բրիտանացիք խնդիր են լուծում, որպեսզի պատերազմը չկանգնի, որովհետև մյուս տարի նոյեմբերին ԱՄՆ-ում կոնգրես ընտրություններ ա միջանկյալ։ Այդ ընտրություններում, երբ պատերազմը չի կանգնում, շատ մեծ հավանականություն կա, որ հանրապետական կուսակցությունը կարող է պարտվել, իսկ այդ պարտությունը ինչի է բերելու։ Բերելու են նրան, որ հաջորդ օր իսկ դեմոկրատները Միացյալ Նահանգներում սկսելու են անվստահության կամ իմպիչմենտի գործընթաց Տրամպի նկատմամբ, որը կարող է արդյունք չտա, բայց դա լրջագույն քարոզչական գործիք է հաջորդ տարի, այն մյուս տարի նախագահական ընտրություններում ուղղակի որպեսզի հանրապետական կուսակցության ներկայացուցիչը չհաղթի։ Այո, բրիտանացիքի ծրագիրը սա է։ Միացյալ Նահանգներն ամեն ինչ անում են, որ պատերազմը կանգնի։ Իդեպ ասեմ, որքան ժամկետը մոտենում է հաջորդ տարվա նոյեմբերին, այդքան Ռուսաստանի շանսերը ավելի են մեծանում, ավելի նոր իրողությունների պայմաններում, որպեսզի Ուկրաինայի ռեժիմի պարագալուխ ինչ-որ բան ստորագրի։ Որտեվ Ռուսաստանի զինված ուժերը առաջ խաղացում չեն կատարում ռազմական որոշումներով, նրանք առաջ խաղացում են կատարում քաղաքական որոշումների հետևանքով։ Ընդ որում ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, եվրոպական մի շարք պետություններ, առաջնահերթին Ֆրանսիա, Գերմանիա եւ Եվրամիության տարբեր բարձրաստիճան չինովնիկներ փորձում են հող նախապատրաստել Ռուսաստանի դեմ պատերազմելու։ Ռուսաստան նախագահ ասեց. «Սիրով, եկեք պատերազմենք»։ Ռուսաստանը պատրաստ է, Եվրոպան չէ։ Գիտեք ինչու, որովհետեւ Եվրոպայի բանակ որպես այդպեսին կռվող զինվոր սպա չունեն։ Եվրոպայում այսօր երկու պետություն կա, որոնք ունեն այդ զինվորը։ Դա Ռուսաստանն է եւ Ուկրաինան, բայց Ուկրաինայինը գնալով մաշում է։ Այն առումով, որ մարտական կորուստների մեջ այնի զորակոչվածները չեն ցանկանում հիմնականում կռվել։ Սա է իրողությունը։ Հասկանա՞։ Երբ ասացիք, որ այս հարցը լուծեն, ճակատագրով, թե ինչով դատապարտված են, նույն ճակատագրով։ Իհարկե։ Շոլցը, ասում ձեզ, Շոլցը եւս այդ ճակատագրին է սպասում։ Մակրոնը, ինչպես ասում են, հասկացավ, որ ինքն էլ կարող է այդ ճակատագրով դատապարտվածները լինեն։ Եվ մի օրերս ասեց ինքը պատրաստ է Ռուսաստանի նախագահի հետ շատ կառուցողական զրույց ունենալ, հանդիպել։ Այսինքն ճամբարը խորտակվող նավից առաջին ովքեր են դուրս գալիս, առնետները։ Դե հիմա Մակրոնը ակնհայտ մեսեջ է ուղարկում, չէ՞, Ռուսաստանի ղեկավարությանը, ինքը պատրաստ է։ Այդ բոլոր, ասենք նույն Մոլդավիայի ղեկավարը, որը ակնհայտ չէ, ընտրությունները համապետական կեղծեցին։ Նույն մեր Բալտիկայի երկրների ղեկավարները բոլորին նույն ճակատագիրն է սպասում։ Որտեղ գլոբալիստների պարտությունը նշանակում է, որ ցանկացած պետությունը, որտեղ գլոբալիստների կողմից նշանակված մարդիկ են, իրենք պետք է հեռանան։ Հեռացման տարբեր ձևեր կա։ Իդեպ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նշանակվել է բրիտանական Ռոթշիլդների ընտանիքի կողմից։ Այն մարդը նշանակվել է, այդ ընտրությունը ընդհանրապես բաներ, ցուցադրական էր։ Ռոթշիլդներն են որոշել ով դիլնի Ֆրանսիայի նախագահ։ Իսկ Ֆրանսիայում հիմա առողջ շատ ուժեր կան, որոնք հասկանում են, որ Ֆրանսիայի ղեկավարը պետք է ընտրվի իր երկրի ժողովրդի եւ քաղաքացիների կողմից, եւ ոչ թե նշանակվի, ասենք, բանկերների կողմից, այն էլ այլ պետության բանկիրների։ Ռոթշիլդների հիմնական նստատեղը եւ գործնեության տիրույթը սկսում է Բրիտանիայից, Լոնդոնից։ Համար սա միայն Փաշինյանը չի վերաբերում, սա վերաբերում է եվրոպական բոլոր այն պետություններին, որտեղ գլոբալիստները ժամանակին նշանակել էին իրենց կողմից մարդիկ։ Ես չեմ բացառում, որ Եվրամիությունը ավազի վրա կառուցած տնակ է արդեն կամ թղթի տնակ։
դա քանդվելու է, Եվրամիությունը որպես այդպեսին միավոր, դա կլինի 26-ին թե 27-ին միևնույն է, Եվրամիության երկը երկված է, որտեղ Եվրամիությունը գլոբալիստների ձեռքին եւս գործիք էր վերպետական կառույց համաշխարհային տիրապետություն ունենալու համար։ Հիմա այդ դաշտում 3 հզոր պետություն միավորվել են, 3 հակագլոբալիստ, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան։ Հիմա Բրիտանիան իր խեղճուկրակ Եվրամիությունում փորձում է դիմադրել։ Մեր տարածաշրջանում իհարկե Բրիտանիան ազդեցություն ունի, Կենտրոնական Ասիայի երկրներում ունի, արաբական մի շարք երկրներում ունի, բայց այդ ազդեցությունը սկզբունքորեն օր-օրի թուլանում է։ Թեև չի բացառում, որ ասենք Բրիտանիան երկրի նորակի տարբեր հատվածներում պատերազմներ սանձազերծի, սա էլ չի բացառում, հրդեհ լինի, բայց այդ հրդեհը արագ հանգցվելու է, իհարկե հրդեհի արդյունքում զոհեր են լինելու երկկողմանի, բայց այդ հրդեհները հանգցվելու է։ Այսինքն սրանք բոլորը դատապարտված են, որտեղ գլոբալիստների 500-ամյա, 600-ամյա իշխանությունը այլևս դառնալու է մոտ ժամանակներս որպես անցյալ եւ աշխարհը դառնալու է բազմաբևեռ։ Իսկ եվրասիական տարածքում շատ բնական կերպով իր ազդեցությունը տարածի Ռուսաստանի Դաշնությունը։ BRICS-ը դրա համար է ստեղծվել, Շանհայի տնտեսական համագործակցությունը դրա համար է ստեղծվել։ Դրանք բազմաբևեռ աշխարհի այն վերպետական կառույցներն են, որոնք ապահովելու են երկիր մոլորակի պետությունների համակեցություն, համագործակցություն, ի տարբերություն համաշխարհային տիրապետության ձգտող գլոբալիստների եւ ի տարբերություն նույն համաշխարհային տիրապետության ձգտող Տրամփի վարչակազմի։ Նույն խնդիրն է լուծել գլոբալիստներն Տրամփը։ Ուղղակի Տրամփը ասում է, որ համաշխարհային տիրապետություն մենք դիլնենք Ամերիկա պետությունով, այսինքն բոլորը Ամերիկա պետության պիտի ենթարկվեն։ Գլոբալիստները ասում են վերպետական կառույցներն պիտի ենթարկվեն։ Հիմա դա անցյալում է, ԱՄՆ նախագահը հրաշալի հասկանում է, որ եւս համաշխարհային տիրապետության ձգտող Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը եւ այն էլիտան, որի մեջ կանգնած է, դա եւս դատապարտված է, այնպես որ հերու չեն ժամանակները, երբ աշխարհը լինելու է բազմաբևեռ։ Հիմա Հայաստանը այդ բազմաբևեռ աշխարհում որտեղ է, ում օրբիտայում է լինելու, վստահաբար ոչ Միացյալ Նահանգների, ոչ Չինաստանի կամ Հնդկաստանի։ Եվրասիական տարածքում իր շատ բնական, նորմալ հարամյակներով դրած ազդեցությունն է Ռուսաստանի Դաշնությունը։ Արալս որ այդ երկրում ռուս ժողովուրդը ռուս ուղղափառ եկեղեցի ունի, մեր եկեղեցին եւս շատ թելերով կապված ենք, տնտեսական, անվտանգային, ես չի որ պիտի հիմնավորեմ, թե ինչ առավելություններ ունի, երբ Հայաստանը Ռուսաստանի հետ է։ Հիմա արևմուտքը, ես նկատում եմ Բրիտանիան, այստեղ մեր քաղաքական ընդդիմությանը ժողովրդին այլընտրանք է տալիս, այլընտրանք հետևյալն է, Ռուսաստանը չի լինում, տեղը Թուրքիան է լինում, թվում է ժողովուրդն ու քաղաքական ընդդիմությունը որոշեն, ով է լինել այստեղ Թուրքիան թե Ռուսաստանը։ 200 տարի առաջ այս տարածքում 25000 հայ էր ապրում, այդ նույն Ռուսաստանի բանակի շնորհիվ երկու մեծ պայմանագրերի 1813 Գյուլիստանի 1828 Թուրքմենչայի պայմանագրերով այս տարածքում հայեր սկսեցին բնակվել Իրանից Գրիբայդովի ջանքերի շնորհիվ, որը նաև կյանքով հատուցեց 100,000 հայեր տեղափոխվեցին այստեղ եւ հայությունը այստեղ նորից, ինչպես ասում են, կարողացավ 200 տարվա ընթացքում վերակերտել պետականություն։ Թուրքիայում մի քանի միլիոն ենք, ինչ է մնացել Թուրքիայում մեր հայրենիքի կորուստ եւ ասենք մի քանի տասնյակ հազար հայ, այն հայերն էլ ովքեր որ իրենց հայեն ասում, մեծ մասը իսլամադավան են։ Սա իրականությունն է, այնպես որ թող քաղաքական ուժերը իրականում ջրբաժանը դա է լինելու այստեղ։ Այդ ինքնիշխանություն, անկախություն, այդ Փաշինյանին անգամ հավերը չեն հավատում։ Կշկչում են ակլորները հետ միասին։ Ու Հայաստանի մեր ժողովրդի ընտրությունն է, այստեղ կամ Թուրքիան է լինելու, իսկ հիմա մեզ տանում են Թուրքիայի գերիշխանության ներքո։ Անվտանգային առումով մեր իմունիտետն են ոչնչացնում, իդեպ ասեմ ձեզ, ցանկացած պետություն ունի իմունիտետ, դիմադրողականությունը 3 կառույց է՝ բանակ, անվտանգություն, ոստիկանություն։ Այդ 3-ն էլ քանդում են։ Ես բազմաթիվ անգամներ հնարավորություն ունեցել եմ ասելու, քանդում են։ Բնականաբար դի քանդեն այնքան, որ չկարողանաս մրցակցես ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի անպատասխան կառույցների հետ։ Եվ դառնաս նրանց օրբիտայի մի էլեմենտ։ Մենք էլ չենք ուզում, որովհետև համատել ենք եւ գնահատել ենք ինչ ասել է Ռուսաստանի հետ եւ ինչ ասել է Թուրքիայի մեջ։